Պարոն Հակոբյան, դուք արդեն առաջադրվել եք հաղորդաշարի ցուցակները թող դա գաղտնիք մնա։ Ինչն է պատճառը, որ չէ, բայց ինչն է պատճառը, որ այլ հարցեր։ Չէ, բայց ես մեկնաբանեցի, այլ հարցեր։ Լավ, տևական ժամանակ է ցուցակի հետ կապված, նաև խոսում եմ, որ քաղաքացիական պայմանագրում արդեն ինչ-որ թիմային բաներ կան, ինչ-որ խնդիրներ կան, դրա համար օրինակ շատերն օրինակ դուք գուցե չեք բացահայտում հիմա։ Դա իրականության հետ ոչ մի աղերս չունի, ոչ մի խնդիր չկա, ընդհակառակը կհրապարակվի ցուցակները կտեսնեք, ինտրիգներ փնտրել պետք չի, ոչ մի նման ինֆորմացիա չի համապատասխանում իրականությանը։ Գուցե Փաշինյանը ձեզ արդեն նախազգուշացրել է, որ դուք չեք լինելու պատգամավոր նման ոչ մի ինֆորմացիա չի համապատասխանում իրականությունը, հանգիստ։ Պարոն Սուքիասյանի հետ կապված ևս շատ են ասում այդ մասին, որ նա չի լինելու ցուցակում, դուք ինչ տեղեկություններ ունեք։ Անտաղանդ լրագրության մի ոճի մեջ եք մտել, որը իրականությանը չի համապատասխանում, բայց լսեք, ես ձեզ ասեցի, որ կհրապարակվի կտեսնեք հիմա ինչ եք, ինտրիգներ մի փնտրեք, ոչ մի բան չկա։ Ես ասում եմ, դուք տեղեկություններ ունեք, արդյոք որոշակի խնդիրներ կան ներսում։ Ես էլ ձեզ ասում եմ, որ որևէ խնդիր չկա։ Հիմա ես ասում եմ, որևէ խնդիր չկա, դուք էլ ինչ-որ բան եք ասում։ Շարունակում եմ ես իմ հարցը, եթե որևէ խնդիր չկա, պարոն Հակոբյան, ինչու են վերջին շրջանում բավականին այսպես շատ խոսակցություններ այն մասին, որ օրինակ Խաչատուր Սուքիասյանի թևը, որի մեջ է մտնում դուք, Ալեն Սիմոնյանը բավականին մեկուսացած են, քաղաքացիական պայմանագիր կուսակցություն կա մի թև, դա Նիկոլ Փաշինյանի թևն է, հանգստացեք էլի մեկ, հանգիստ չեք, որ հանգիստ լինեք, տենց հարցեր չեք, հանգիստ մի լարվեք, ամեն ինչ նորմալ, ձեզ լավ օր եմ ցանկանում, եղեք ավելի դրական տրամադրված, տեսեք ինչ լավ եղանակա, լավ է։